Այսպես ամեն օր ըստ ճաշացանկի 1 տոննայից ավելի ուտելիք է պատրաստվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործող ճաշարանում։ Նախկինում համբուրգերներ, հիմա արդեն տաք սնունդ լանչ բոքսերի տեսքով։ Առանց դադարի 2 հերթափոխով 85 աշխատակից խոշոր ձեռնարկության 4500 աշխատակցի թարմ կերակուր է հրամցնում։ Աշխատանքը կազմակերպվում է հերթափոխով, աշխատում են 2 հերթափոխ, առավոտյան 8-ից 5-ը և գիշեր 12-ից 8-ը։ Հիմնականում սնունդը պատրաստում են գիշերը, բնականաբար ծանր է գիշերը աշխատելը, պատասխանատու, բայց բոլորը սիրով են պատրաստում, որպեսզի մենք գոհացնենք մեր բոլոր աշխատակիցներին։ 3 տարի է առաքումը կատարվում է տաք սննդի տեսքով, շուրջ 3200 մարդ բաժանվում է կոմբինատի տարածքում, բացահանքից մինչև Պոչամբար, օրական 4 մեքենա դուրս է գալիս առաքումը իրականացնելու։ Ձավարեղեն, մսեղեն, բանջարեղեն, ամեն ինչ հաստատված գրամներով պահեստից ստանում, խոհանոցում ուտելիքի վերածվում և փաթեթավորման արտադրամաս են ուղարկվում տարատեսակ ճաշեր, աղցաններ, երշիկեղեն, խմորեղեն։ Բացահանքից մինչև Պոչամբար ընդմիջում են սիրով ու խնամքով պատրաստված լանչ բոքսերով։ Իսկ ահա վարչական շենքի և մոտ արտադրամասերի աշխատակիցները հիմնականում օգտվում են ճաշարանի տաք սննդից։ Ունենք ծավալուն մենյու, տարբեր տեսակի ճաշացանկեր։ Հիմնական մենյուները փոխարինման ենթարկվում են շաբաթեկա 1 անգամ։ Արդեն մարտի 10-ով ունենք նոր փոփոխություններ, թե ճաշասրահի մասով, թե առաքման մասով, նախորդ մենյուները համաձայնեցվում է կոմբինատի ղեկավարության հետ եւ մեզ համար կարեւոր առաջնային դերն է մեր հաճախորդի, մեր աշխատակիցների վերաբերմունք, թե ինչպես կզգան, ինչպես կսնվեն։ Շատ դժվար է 4500 օրեկան սնունդ տալը, մանավանդ որ տարբեր մարդիկ, տարբեր համեր ու տարբեր բնավորություններ։ Իհարկե համեղ է կնոջ ձեռքը, ասում է խոհարար Տիկին Միլան։ Ամեն օր հազարավոր աշխատակիցների համար ուտեստ պատրաստելուն արդեն սովոր է։ Ժամանակակից տեխնիկան օգնում է, բայց քիմքի համն ամենակարևորն է։ Հավեսով ենք սարքում, այն փոքր շերեփները արդեն մոռացել ենք տանը։ Կձգնենք տանն էլ լինեն, մեծ շերեփը շատով լինեք, մեծ շերեփով լիներ։ Ավագ խոհարարը վստահեցնում է համեղ պատրաստելու գաղտնիքներն ունի։ Խոհանոցում մեծամասնություն կազմող կանանց ներկայությունն անհրաժեշտ է, բայց տղամարդիկ էլ այս գործում պակաս կարևոր չեն։ Համի խիզ դեմքով տիրակալը պատրաստելիս հաճախ չի ժպտում, բայց իգական սեռի հետ աշխատանքների համակարգման ոսկե միջինը գտել է։ Շատ դժվար է կանանց հետ աշխատելը, շատ, բայց փորձում ենք գտնել ոսկե միջինը եւ ստացվում է հետները աշխատելը։ Նու ամենակարևորը մեզ համար, որ կանայք սիրով պատրաստեն այդ սնունդը, ավելի լավ է մի քիչ դանդաղ, մի քիչ դժվար, բայց հոգի ներդնեն, սեր դնեն սննդի մեջ։ 6 արտադրամասերից յուրաքանչյուրն ունի հստակ պարտականություններ, փաթեթավորման արտադրամասում ամեն վայրկյանը թանկ է։ Պետք է հասցնեն, որքան հնարավոր է արագ տեղավորել տաք ուտելիքը եւ այն ճիշտ ժամանակին հասցնել վերջնակետին։ Մեր աշխատանքի process-ում պետք է արագությունը դա բարձր մակարդակին լինի, շատ արագ, որպեսզի հասցնենք ըստ ժամերի։ Ձգտում ենք շատ լավ իրար հետ լեզու գտնել ու մեր առաքած սնունդը, եթե մեր համերաշխությունը չլինի, համովոտով չի գնա մեր բանվորներին։ Բացահանքի տեխնոլոգիական ավտոհավաքակայանում ամեն օր ժամը 12-ին հետաքրքիր իրարանցում է սկսվում։ Տիկին Հեղինեն գլխավոր դերում է։ 5 տարի շարունակ բազմատեսակ ուտելիքի բաժանման հաճելի գործը նրա ուսերին է։ Ամեն ինչը դասավորում ենք սեղաներին, ժամը 12-ից 1-ը ընդմիջման ժամը, բոլորը օգտվում են սննդից, նորմալ ձևով, գոհ են բոլորս ենք օգտվում, և ինտերի աշխատողները, և բանվորները, և վարորդները, բոլորը օգտվում են նույն սննդից։ Աշխատակիցները կես կատակ, կես լուրջ ասում են ուզած չուզած պիտի ուտեն, ամենահամեղը աղցաններն ու հնդկաձավարն են, այլ ուտեստներից էլ չեն հրաժարվում։ Ընդմիջման ժամին համարյա բոլոր աշխատողները ներկայանում են, տաքացնում են, ուտում են։ Սննդակարգն էլ
տարբեր ա լինում։ Կարտոշկի ժարի տան, գրեշկայա, կալբաս ա լինում, հավի միս ա լինում, ընդհանուր նորմալ ա։ Գալիս եք ընդմիջում անում, նորից դուրս է գալիս գնում մեր աշխատանքին։ Իրաց ուտելիք ասած, եթե սոված ենք լինում ամեն ինչ էլ ուտում ենք, հիմնական կարտոֆիլն է, որ մեր մոտ իմ համար տենց է, կարտոֆիլն է ամենասիրած ուտելիքներից, դե կաղամբով սալատ, դե գազարով սալատ։ Չնայած հաստատված սննդակարգին, այնուամենայնիվ հաստատությունում բաց են առաջարկների համար։ Արկա ճաշացանկը կարող է թարմացվել նաև ըստ աշխատակիցների նախասիրությունների։